Հարցս նորից կրկնեմ, Ռուսաստանը Երևանից սահմանափակում է մտցրել բենզինի արտահանման մասով, սա Հայաստանին սպառնում է, չէ՞ որ մենք նաև ԵԱՏՄ անդամ ենք, եւ եթե այո, գների բարձրացում կամ մատակարարման խնդիրներ լինելու են։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, երեք Մոսկվայում քննարկում եղել է հայկական երկաթուղու կոնսերցիոն կառավարման մասով եւ ինչ մանրամասներ կհայտնեք։ Շնորհակալություն։ Գիտեք, նավթամթերքի շուկայում տեսնում եք ինչա կատարվում եւ Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի շուկայի մասը լավ լուրն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում ըստ էության վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այլընտրանքային շուկաներ ենք ներմուծման ստացել եւ կարծում եմ, որ շատ թե քիչ Հայաստանի շուկան պատրաստ է այդ իրադարձությանը։ Ինչ վերաբերվում է երկաթուղու հետ կապված, այո, մանրամասն քննարկվել է եւ մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները եւ տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները եւ տեսակետները եւ պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետեւյալն է. մեր խնդիրը ընդամենը ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ նախկինում հենց այս ամբիոնից ասելու հնարավորություն ունեցել եմ։ Չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնել։ Ես գիտեք կոնկրետ այդ որոշումից անկեղծ ասած շատ մանրամասն տեղյակ չեմ, դրա համար շատ չեմ մեկնաբանի, որպեսզի սխալ ելակետի վրա հիմնված եզրակացություն չանեմ։ Շնորհակալություն։ Ամեն դեպս այս պայդրությամբ ինչ չի զեկուցվել, որ այդ ձեր ասած մասով մենք ինչ որ խնդիր ունենք։